Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ Մեդիա Հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր մենք խոսենք այն տրանսֆորմացիաների մասին, որոնք տեղի են ունենում եւ տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Երբ էր Նիկոլ Փաշինյանը անկեղծ, երբ հայտարարում էր կեցցե Արցախը, Արցախը Հայաստան է եւ վերջ, թե երբ այսօր հայտարարում է կեցցե հեծանիվը։ Երբ էր Նիկոլ Փաշինյանն անկեղծ, երբ Հայաստանը հռչակում էր ժողովրդավարության բաստիոն, հայտարարում էր, որ ոստիկանները մերն են, թե այսօր, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանի ձեռքին վերածվել են մահակի, իսկ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնից վերածվել է ոստիկանական երկրի։ Իմ կարծիքով երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը անկեղծ է, եւ նախկինում, եւ այսօր։ Բոլորդ կարդացած կլինեք Գյոթեի Ֆաուստը, երբ մինչև Մեֆիստոֆելին հանդիպելը Ֆաուստը բողոքում էր. «Ախ, երկու հոգի ունեմ կրծքիս տակ, որոնք իրարից զատվել են ուզում»։ Այդ բացականչությունը հստակ ցույց էր տալի, որ Ֆաուստը տառապում էր անձի երկտվությամբ, ճիշտ այնպես, ինչպես անձի երկտվությամբ տառապում էր Հերման Հեսեի Տափաստանի գայլը։ Սակայն եթե թե Գյոթեի, թե Հեսեի ստեղծագործությունները գեղարվեստական գլուխգործոցներ են, որոնցով կարող ենք հիանալ, ապա պետության գլխին ունենալով անձի երկտվությամբ տառապող ղեկավար, դա միանշանակ հանգեցնում է աղետի։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը տառապում է անձի երկտվությամբ, դա անքննելի է։ Ես ելի եմ ուզում շեշտել, երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը եղել է անկեղծ, որովհետև նրա մոտ խոսում է հենց այդ անձի երկտվության երևույթը։ Եթե դրան էլ գումարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ, չունի որևէ գաղափարախոսություն, այսինքն չի կրում որևէ գաղափարախոսություն, չունի որևէ արժեքային համակարգ, ապա գումարվելով անձի երկտվության հետ, այդ ամենը մեզ հասցնում է աղետի։ Եվ մենք մնում ենք կախյալ վիճակում, թե Նիկոլ Փաշինյանի մոտ երբ որ եսը կարթնանա։ Իհարկե դրան նպաստում են նաև հանգամանքները, եւ այդ հանգամանքների նպաստումը հասցրեց նրան, որ Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ քաղաքականապես վտանգավոր հայտարարությունը Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա անձի երկտվության արդյունքում մենք ոչ միայն կորցրեցինք Արցախը, այլ այդ ամեն ինչը վերածվեց ընդամենը կեցցե հեծանիվը կարգախոսին։ Ողբերգությունը խորանում է նաև նրանով, որ այդ ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը անչափ փառամոլ է, անչափ իշխանատենչ եւ զուրկ մարդկային որևէ դրսևորումներից, որևէ զգացմունքներից։ Անձի երկտվության արդյունքում նա անկեղծորեն հավատում էր ժամանակին, որ Արցախը Հայաստան է։ Այժմ նա անկեղծորեն հավատում է իր այն ասացին, որ փոշմանել է, երբ ժամանակին չի հայտարարել, որ Արցախը պետք է լիներ կամ Արցախը Ադրբեջանի կազմում էր։ Նա նույն պաթոսով այսօր բացականչում է կեցցե հեծանիվը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին գոռում էր կեցցե Արցախը։ Այդ անձի երկտվության արդյունքում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը իրոք անկեղծորեն հավատում էր, որ ինքը Հայաստանում կերտում է ժողովրդավարության բաստիոն եւ երբևէ ոստիկանությունը չի ծառայելու իշխանության շահերին եւ մշտապես պաշտպանելու է հասարակության շահերը, մշտապես լինելու է հասարակական կարգի պահպանման հիմքում եւ ոստիկանության գլխավոր գործառույթը լինելու է հանցավորության դեմ պայքարը։ Այսօր նույն անկեղծությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածեց ոստիկանական երկրի, նույն անկեղծությամբ Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին օգտագործում է որպես մահակ եւ նույն անկեղծությամբ հանցավորության դեմ պայքարի փոխարեն ոստիկանությունը այսօր լծված է ընդդիմադիրներին հալածելով, մարդկանց խոշտանգելով։
ոստիկանության ագրեսիվ գործողությունները բխում են, հրահանգավորված են ուղիղ Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ նա վերջերս իր ելույթներից մեկում հայտարարեց, որ անիմաստ է ոստիկանության գործողությունը, երբ նրանում արկա չէ ուժի կիրառում։ Նայեք, ոստիկանությունը այսօր նույն պաթոսով, նույն ասֆալտին ծեփելով, նույն ստորացուցիչ եղանակով բերման է ենթարկում թե կաշառքի մեջ կասկածվող դասախոսին, թե իշխանությանը դիրքերից հանդես եկող գործին եւ թե ծանր հանցագործության մեջ մեղադրվողին։ Այսինքն ոստիկանության համար բացարձակ չկա տարանջատում, թե նա ում է բերման ենթարկում։ Բոլոր նրանք, ովքեր հայտնվում են իրանց թիրախում, ստանում են նույն կարգավիճակը եւ խախտելով անմեղության կանխավարկածը, նրանք բոլորին անխտիր բերման են ենթարկում ստորացուցիչ եղանակով։ Իհարկե, դա միայն պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, այդ հրահանգները երևույթի մի պատկերն են, հաջորդ պատկերը այն է, որ ոստիկանական բարեփոխումներ անվան տակ համակարգ թափանցեցին կիսագրագետ, կյանքում որևէ հաջողության չհասած, շատ հաճախ էլ աբիժնիկ տարեր, որոնք թափանցելով համակարգ իհարկե ստվեր գցեցին իրական ոստիկանի կոչումի վրա, արժանի չլինելով կրել ուսադիրներ, նրանք արժեզրկեցին ուսադիրները, իսկ բնականաբար որքան մարդը զուրկ է լինում արժե համակարգից, այնքան ավելի անքննելի են նրա համար դառնում շեֆի հրահանգները։ Ես ինչու համար եմ համեմատության մեջ դնում Արցախը եւ Նիկոլ Փաշինյանի այսպես ասած ժողովրդավարության բաստիոնը։ Իհարկե դրանք անշուշտ միարժեք չեն, որովհետեւ առաջին դեպքում մեր հայրենիքն է, իսկ երկրորդ դեպքում կառավարման համակարգ, որը իհարկե հնարավոր է շատ ավելի հեշտ շտկել, քան հետ բերել Արցախը։ Ես երկու օրինակները իրար հետ զուգորդված ներկայացնում եմ, որպեսզի բոլորիս պարզ լինի, որ Նիկոլ Փաշինյանը տառապում է անձի երկտվությամբ եւ նրա երկու գլխավոր հայտարարությունները, որոնց հիման վրա նա եկավ իշխանության եւ որոնց հրճակմամբ նա առաջին ժամանակահատվածում պահպանում էր իր իշխանությունը, նենգափոխվեցին եւ ամբողջովին ստացան հակադիր պատկերը։ Մի դեպքում մենք կորցրեցինք Արցախը, մյուս դեպքում մենք ընկանք բռնապետության ճիրաններում։ Սա լավագույն ապացույցն է նրա, որ Նիկոլ Փաշինյանի որևէ խոսք, որևէ խոստում, որևէ ասած չի կարող հիմք լինել, այլև հակառակը, ինչ նա ասում է, մենք պետք է պատրաստ լինենք, որ վաղը ականատես ենք լինելու դրա նենգափոխված տարբերակին։ Հույս ունեմ հասարակությունը մոտ ապագայում ամբողջովին կգիտակցի այն ողբերգական իրավիճակը, որում մենք հայտնվել ենք։ Միջազգային գործընկերները իդեպ վաղուց են հասկացել Նիկոլ Փաշինյանի իրական հոգեվիճակը, որովհետև այլևս չկա որևէ պետության որևէ ղեկավար, որը լուրջ ընդունի եւ լուրջ վերաբերվի Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, որովհետև Նիկոլ Փաշինյանը նույն անկեղծությամբ խախտում է այդ պայմանավորվածությունները ճիշտ այնպես, ինչպիսի անկեղծությամբ դրանք ձեռք էր բերել։ Նաև հուսանք, որ այդ ամենից հետո հասարակությունը համախմբված դուրս կգա փողոց եւ կհեռացնի նրան, ով իշխանության էր եկել հենց փողոցով։ Հանուն մեր ու մեր երեխաների այսօրվա ու վաղվա օրվան մենք այլևս չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հանդուրժենք պետության ղեկին։ Վերջապես բոլորը պետք է հայտնվեն այնտեղ, որտեղ նրանց տեղն է։ Քաղաքական գործիչը պետք է հայտնվի պետության ղեկին։ Պետական գործիչը պետք է ստանձնի պետության ղեկավարումը։ Հանցագործը պետք է լինի բանտում, առողջական խնդիրներ ունեցողը պետք է լինի հիվանդանոցում։ Երբ տեղափոխում է տեղի ունենում, դրա դառը պտուղները մենք քաղում ենք առ այսօր։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։